թագավորը եւ արքան, նա է հույսը մեր փրկության եւ երգը մեր ուրախության։ Հիսուսն է Տերը մեր Մեսիան, միակ թագավորը եւ արքան, նա է հույսը մեր փրկության եւ երգը մեր ուրախության, եւ երգը մեր ուրախության, եւ երգը մեր փառք տվեք Բարձրյալին, փառք տվեք Բարձրյալին, Ովսանա երգեք արքային, Հիսուսն է Տերը մեր Մեսիան, փրկությունը մարդուց փառք տվեք Բարձրյալին, Ովսանա երգեք արքային, Հիսուսն է Տերը մեր Մեսիան, փրկություն Հիսուսն է միակ Տերը, Հիսուսն է Տերը մեր Մեսիան, միակ թագավորը եւ արքան, նա է հույսը մեր փրկության եւ երգը մեր Հիսուսն է ուրախության։ Տերը, Հիսուսն է Տերը մեր Մեսիան, միակ թագավորը եւ արքան, նա է հույսը մեր փրկության եւ երգը մեր ուրախության, եւ երգը մեր ուրախության, եւ երգը մեր ուրախության։ Փառք տվեք Բարձրյալին, Ովսանա երգեք արքային, Հիսուսն է Տերը մեր Մեսիան, փրկություն մարդության։ Փառք տվեք Բարձրյալին, Ովսանա երգեք արքային, Հիսուսն է Տերը մեր Մեսիան, փրկությունը մարդության։ Հիսուսն է Տերը մեր Մեսիան, փրկությունը մարդության։ Հիսուսն է Տերը մեր Մեսիան, փրկությունը մարդության։ Ամեն, ամեն։ Օրհնիր մեզ Տեր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելիս, օրհնիր մեզ արարիչը զոր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելիս, օրհնիր մեզ արարիչը զոր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելիս, օրհնիր մեզ արարիչը զոր, Հիսուս սիրելիս, օրհնիր մեզ արարիչը զոր։ Ահա մենք եկել ենք առջևը Տեր Հիսուս, եկել ենք հանդիպելու քեզ, ուզում ենք Հիսուս, որ մեր մեջ լինես, սիրով ենք հիմա սպասում քեզ, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելիս, օրհնիր մեզ արարիչը զոր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելիս, օրհնիր մեզ արարիչը զոր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելիս, օրհնիր մեզ արարիչը զոր, օրհնիր մեզ օրհնյալ Տեր Հիսուս սիրելիս, օրհնիր մեզ արարիչը
Հիսուս սիրելիս, օրհնիր մեզ արարիչը զոր, օրհնիր մեզ օրհնյալ, Տեր Հիսուս սիրելիս, օրհնիր մեզ արարիչը Հավատքով ենք եկել Տեր, հավատքով ենք եկել, հավատում ենք առենք կստանանք օրհնություն քեզանից, ծառայով ենք եկել, դուր մեզ արատորեն, օրհնության կենաց աղբյուրից, օրհնիր մեզ օրհնյալ, Տեր Հիսուս սիրելիս, օրհնիր մեզ արարիչը զոր, օրհնիր մեզ օրհնյալ, Տեր Հիսուս սիրելիս, օրհնիր մեզ արարիչը զոր, օրհնիր մեզ օրհնյալ, Տեր Հիսուս սիրելիս, օրհնիր մեզ արարիչը զոր, օրհնիր մեզ օրհնյալ, Տեր Հիսուս սիրելիս, օրհնիր մեզ արարիչը զոր, օրհնիր մեզ արարիչը զոր, օրհնիր մեզ արարիչը զոր, ամեն, 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 Հալելույա Տեր լցրու, դու հիասքանչ ես Տեր, Ինչի ասքանչ ես դու, Հիսուս, ինչի ասքանչ ես դու, ինչի ասքանչ ես դու, Հիսուս, դու հիասքանչ ես Տեր, ինչի ասքանչ ես դու, ինչի ասքանչ ես դու, Հիսուս, դու հիասքանչ Աստված ես, ինչի ասքանչ ես դու, ինչի ասքանչ ես դու, Հիսուս, տարից Տեր քո սրահները, թող տեսնեմ երեսը, թող տեսնեմ քեզ Տեր, տարից Տեր իմ քո սրահները, թող տեսնեմ երեսը, թող տեսնեմ քեզ Տեր, տարից Տեր քո սրահները, թող տեսնեմ երեսը, թող տեսնեմ քեզ Տեր, տարից Տեր քո սրահները, թող տեսնեմ երեսը, թող տեսնեմ քեզ Տեր, ինչի ասքանչ ես, ինչի ասքանչ ես դու, ինչի ասքանչ ես դու, Հիսուս, ինչի ասքանչ ես դու, ինչի ասքանչ ես դու, Հիսուս, դու հիասքանչ Աստված ես Տեր, ինչի ասքանչ ես դու, ինչի ասքանչ ես դու, Հիսուս, դու հիասքանչ ես իմ Տեր, ինչի ասքանչ ես դու, ինչի ասքանչ ես դու, Հիսուս, տարից Տեր քո սրահները, թող տեսնեմ երեսը, թող տեսնեմ քեզ Տեր, տարից Տեր քո սրահները, թող տեսնեմ երեսը,
թող տեսնեմ քեզ Տեր Տարից Տեր քո սրահները թող տեսնեմ երեսը թող տեսնեմ քեզ Տեր ցույց տուր քո փառքը ցույց տուր քո փառքը քո մեծությունը Տեր ցույց տուր քո փառքը ես տեսնել եմ ուզում քեզ Տեր ցույց տուր քո փառքը Տեր ցույց տուր քո մեծությունը Տեր ցույց տուր քո փառքը ցույց տուր քո փառքը քո մեծությունը Տեր ցույց տուր քո փառքը Տեր ցույց տուր քո փառքը Տեր տար ինձ դեպի քո սրահները Տար ինձ Տեր քո սրահները թող տեսնեմ երեսը թող տեսնեմ քեզ Տեր Տար ինձ Տեր քո սրահները թող տեսնեմ երեսը թող տեսնեմ քեզ Տեր Տար ինձ Տեր քո սրահները թող տեսնեմ երեսը թող տեսնեմ քեզ Տեր Տար ինձ Տեր դեպի քո սրահը Տար ինձ Տեր քո սրահները թող տեսնեմ երեսը թող տեսնեմ քեզ հիասքանչես դու իմ Տեր Օ ինչի ասքանչես դու Օ ինչի ասքանչես դու Հիսուս դու հիասքանչես իմ Տեր Օ ինչի ասքանչես դու Օ ինչի ասքանչես դու Հիսուս դու հիասքանչ Աստված ես Տեր Օ ինչի ասքանչես դու Օ ինչի ասքանչես դու Հիսուս դու հիասքանչես Տեր Օ ինչի ասքանչես դու Օ ինչի ասքանչես դու Հիսուս Անունը քո բարձր է Անունը քո մեծ է Անունը քո վեր է ամենից Բոլոր գահերից վեր ամեն ուժերից վեր Անունը քո վեր է Քո սուրբ անունը իմ Տեր Անունը քո բարձր է Անունը քո մեծ է Անունը քո վեր է ամենից բոլոր գահերից վեր ամեն ուժերից վեր Անունը քո վեր է ամենից Քեզ կոչում ենք դու Սուրբ ես միաբան երկու Սուրբ ես վեր ես ամենից
թագավոր ես մեր, սուրբ ես, հավիտյան ես դու, սուրբ ես արքան Անունը քո Անունը քո բարձր է, անունը քո մեծ է, անունը քո վեր է ամենից բոլոր գահերից վեր, ամեն ուժերից վեր, անունը քո վեր է ամենից, անունը քո Անունը քո բարձր է, անունը քո մեծ է, անունը քո վեր է ամենից, բոլոր գահերից վեր, ամեն ուժերից վեր, անունը քո վեր է ամենից։ Այո Տեր, մեծ է քո անունը, մենք խոնարհվում ենք այդ անվան դիմաց Տեր, շնորհակալություն քեզ Հիսուս, որ այդ բարձր անունը, որ դու վաստակեցիր եւ հիմա թույլ ես տալի մեր բերանում առնելու եւ հակառակ կենալու սատանայի բոլոր հնարքներին։ Տեր, մենք գոհանում ենք քեզանից այս ժամանակի համար, այս քո սուրբ ու թանկ ներկայության համար Տեր ջան, այս խաղաղ իրավիճակների համար Տեր ջան, որ ունենք հնարավորություն կանգնելու քո առաջ եւ պատվելու երկրպագելու քեզ, իմ Հիսուս։ Շնորհակալություն քեզ Տեր, փառք քեզ Տեր, քաղցր ես, բարի ես, հզոր ես Տեր, եւ այս պատիվը թող բարձրանա դեպ երկին եւ քո հիմքին թող հաճելի լինի Տեր ջան, թող անուշահոտ խունկի պես բարձրանա եւ քո ուշադրությունը թող սևեռվի այստեղ Տեր ջան եւ օրհնված լինենք մենք քեզանով Տեր, հալելույա, ամեն։ Տերը օրհնի ձեզ, շնորհակալություն ամենակարողին, թող փառավորվի Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Այսօր նորից Տիրոջ տան մեջ ենք եւ փառաբանություն երկրպագությունից հետո զոհաբերություն, նվիրատվություն, տասանորդ, ընծա եւ նվիրատվության վերնագիրը հենց վերցրել եմ 2 Կորինթացիս 8-րդ գլխի տալ առատաձեռնորեն։ Չգիտեմ, ինչև ստեղ գալ է, ուրիշ տպավորություններ, բայց հիմա մի այլ կարգի ուրախություն է, փառք Աստծուն, որովհետև Աստված ուրախության Աստված է։ Ու խորհում էի, որ ասում է Պողոսը Կորինթոսի եկեղեցուն, եղբայրներ, ես ձեզ ցույց եմ տալիս Աստծո այն շնորհը, որ տրված է Մակեդոնիայի եկեղեցիներին, որովհետև հակառակ իրենց կրած նեղությանը ու մեծ փորձությանը իրանց ուրախությունը անսահման եղավ։ Տեր Աստված ջան, ամեն իրավիճակներում, բոլոր եկեղեցիներում էլ լինում են նեղություններ։ Բայց ամեն անգամ քո խոսքը մեզ ուժովացնում է, քաջալերում է եւ ցույց է տալիս, որ ինչ իրավիճակում է լինես, ինչ նեղություն ու փորձություն էլ որ բարձրանա, դու կարող ես ուրախությունդ անսահման պահել Հիսուս Քրիստոսով։ Կորինթոսի եկեղեցուն Մակեդոնիայից փոխանցում էր, որովհետև մակեդոնացիները ունեին կենթանի ճանաչողություն Աստծո հանդեպ։ Ինչքան հետաքրքիր է, երբ որ իրավիճակներին մեր աչքերով ենք նայում, ուրիշ բան է ցույց տալիս, բայց հոգևոր տեսողությունը լրիվ ուրիշ բան է մեզ բացում, որ կա իրավիճակից դուրս գալ։ Եվ շարունակությունը ասում է, նրանց մեծ առատաձեռնություն ցուցաբերեցին։ Այդ ծանր աղքատության մեջ էլ ասում է, առատություն ցուցաբերեցին։
ինչքան գերազանց է մեր Տերը, երբ որ մենք վստահում ենք կենթանի Աստծուն, ճանաչում ենք Աստծուն եւ ասում ենք Տեր, մենք հանձնվում ենք քեզ մեր վաղվա օրը, Երանի մենք ամեն մեկս այս իրավիճակում հայտնվելուց ասենք Տեր, իմ կարողությունից ավելին եմ տալիս, որովհետև գիտեմ ում եմ հավատացել, ում եմ հոժարվել եւ իմ հույսը ամոթով ինձ չի թողնի։ Որովհետև ասում է ավելի հոժար կամքով իրենց տվածի մասին են վկայում, հոժար կամք։ Դժվար է գալիս տալը, իրոք դժվար է, բայց հոժարությունը արդեն դու հաղթում ես ինքդ քեզ, լցվում ես Աստծո հոգով եւ անում ես այդ քայլը գործողությունը։ Հոժարությունը ամենաչերևացողն է, որ սկզբնական է, շատ ջանք է պահանջում, բայց տալը արդեն վերջնական փաստն է, ապացույցն է, որը արձանագրվում է, բայց մինչև հոժարվելը մենք մեր ծածուկ սենյակում ունենք ամեն մեկս էլ մեր պայքարը, բայց իրանք հաղթող գտնվեցին։ Ու սա դարձավ օրինակ հաջորդ եկեղեցու շինության համար։ Այդ մյուս եկեղեցուն, որպեսի բարձրացնեին, վերցրել էին մյուս եկեղեցու օրինակը եւ ասում էին, իրանք փորձել են, իրանք ունեն այդ փորձառնությունը, իրանք ճանաչում են Աստծուն, ճանաչիր քո Աստծուն, որին պաշտում ես, վարվիր քո Աստծո հետ սրբությամբ եւ դու կտեսնես Աստծո փառքը։ Գերազանց է մեր Տերը։ Շարունակությունն էլ է շատ սիրուն, որ ասում եմ Տիտոսին, որ այն շնորհը, որ դու արեցիր այն եկեղեցում, դու այստեղ էլ անպայման այդ գործը փութաջանությամբ կհասցնես տեղ, որովհետև մեր օրհնությունը որտեղից է գալիս, Տիրոջից է գալիս։ Երբ որ մենք հոժարվենք, վստահենք, հավատանք, կենթանի ճանաչողություն ունենանք, այդ ժամանակ մեզ կբացվի։ Եվ մենք կլինենք ամեն բարի գործի համար առատ տվող։ Հետաքրքիր է, որ ասում է Կորինթոսի եկեղեցուն, ինչպես ամեն ինչում հարուստ եք հավատով, խոսքի գիտությամբ, ամեն փութաջանությամբ եւ այն սիրով, որ կա ձեր մեջ, մեր հանդեպ, նայեցեք, որ այդ շնորհի մեջ էլ հարուստ լինեք։ Շատ մեծ շնորհ է, որ շատ իրավիճակներ է բացում։ 7 տարի է մենք ընտանիքով կյանքի խոսք եկեղեցում ենք։ Ու բոլորդ էլ ստեղ այն մարդիկ եք, ովքեր որ տեսել եք եւ լավ գիտեք, ինչպիսին մենք եկանք եւ ամեն տարի ինչ փոխվեց մեր կյանքում։ Եվ որ Տերն ասում է տուր առատությամբ, Տերը ասում է հաջորդ խոսքում էլ այնքան սիրուն է ասում, որ ասում է Հիսուսը աղքատացավ, որ հարուստ էր, որպեսզի դուք նրա աղքատությամբ հարստանանք։ Ու երբ որ մենք տալիս ենք հոժարությամբ, մեր սրտի ցանկությամբ, որ Տիրոջը ընդունելի լինի ու Տիրոջ կողմից ընդունված լինի այդ զոհը, առատությունը ես հասկացա այս տարի, որ մենք սկզբում տան մեծահասակներով քիչն էինք, բայց 7 տարվա ընթացքում մեր զավակներն աճեցին ու իրանք էլ մեծացան, ու Տիրոջ տան տվողները ավելիով շատացան։ Երբ որ մեր երազանքները չի սահմանափակվում, երբ որ մեր տեսիլքը չի խամրում, երբ որ մենք Աստծուն հավատում ենք ու անկեղծ ձևով ասում ենք, գրում ենք, Տիրոջը խնդրում ենք, որ մենք սա ենք ուզում, տան ամեն մի անդամ յուրաքանչյուրն իր ծածուկումն ունի խնդրվածք, իսկ Աստված բարի է, գթած է, ողորմած է ու ամեն մեկի համար ունի պատասխան։ Ու այդ ամեն պատասխանը վերջնական մեկ ընտանիք է, սենց շրջանառում է միտեղ ու օրհնությունը տեսնում ենք ավելիով։ Տիրոջ բազուկը երևնում է ու հայտնվում է ավելիով։ Փառք կենթանի Աստծուն, որովհետև 7 տարվա մեջ մենք տալուց չաղքատացանք։ 7 տարուց մենք չպակասեցինք, 7 տարվա մեջ մենք ետ չնահանջեցինք, այլ Տիրոջմով ավելի առաջ գնացինք, հաղթահարեցինք ավելի մեծ դժվարություններ ու նեղություններ եւ հիմա
Մնում է միայն գոհանալ, փառք տալ Աստծուն, Աստծո հետ վարվել սրբությամբ, որովհետև Սուրբ է Աստված, Կանձանակը Սուրբ է եւ Տերը ամեն ժամանակ նայում է մեր սրտին։ Փառք Աստծուն։ Եվ հիմա ամեն մեկդ, ով ինչ չափով որ որոշել է, հավատացեք, որ Տերը նայում է հոժար սրտին։ Իսկ մնացածը կախված է քո ցանկությունից, քո երազանքից, քո Տիրոջ հետ վարվելուց, եւ դու նույնպես կվկայես, որ կենթանի է Տերը, եւ դու հույսով լցված, ուրախությամբ, գոհունակ սրտով կկանգնես ու կփառավորես Տիրոջը։ Ամեն։ Բարձրալից ածկոցի տակ բնակ ողեր ամենակարողի շուքի տակ է հապչում Ես կասեմ Տիրոջը իմ ապավեն և իմ ամրոց իմ Աստված որին հուսացած է Բարձրալից ածկոցի տակ բնակ ողեր ամենակարողի շուքի տակ է հապչում Ես կասեմ Տիրոջը իմ ապավեն և իմ ամրոց իմ Աստված որին հուսացած է Նա փրկեց ինձ մահից որ սողի որոգայթից Իս չարբան չի մոտենա Նրա թևերի տակ ապահովեն և վստահ Իս չարբան չի մոտենա Նա փրկեց ինձ մահից, որ սողի որոգայթից Ինձ շարբան չի մոտենա Նրա թևերի տակ ապահովեն և վստահ Ինձ շարբան չի մոտենա Եթե կանչես դու նրան, կստանաս պատասխան, նա քեզ հետ է հավիտյան։ Օրհնել է քո տունը, փրկել է քո որդքած, բարձրացնել, ապահովել քեզ համար, եթե կանչես, եթե կանչես դու նրան, կստանաս պատասխան, նա քեզ հետ է հավիտյան։ Օրհնել է քո տունը, փրկել է քո ողքած, բարձրացնել, ապահովել քեզ համար, նա փրկեց ինձ մահից, որ սողի որոգայթից, ինձ շարբան չի մոտենա, նրա թևերի տակ ապահովել և վստահ, ինձ շարբան չի մոտենա, նա փրկեց ինձ մահից, որ սողի որոգայթից, ինձ շարբան չի մոտենա, նրա թևերի տակ ապահովել և վստահ, ինձ շարբան չի մոտենա Բարձրալից ածկոցի տակ մնաք
ամենակարողի շուքի տակ է հաղթում ես կասեմ Տիրոջը իմ ապավեն և իմ ամրոց իմ Աստված որին հուսացած է բարձրալից ածկոցի տակ բնակ հողը ամենակարողի շուքի տակ է հաղթում ես կասեմ Տիրոջը իմ ապավեն և իմ ամրոց իմ Աստված որին հուսացած է նա փրկեց ինձ մահից որսողի գորոգայթից ինձ շարվան չի մոտենալ նրա թևերի տակ ապահով եմ և վստահ ինձ շարվան չի մոտենալ նա փրկեց ինձ մահից որսողի գորոգայթից ինձ շարվան չի մոտենալ նրա թևերի տակ ապահով եմ և վստահ ինձ շարվան չի մոտենալ ինձ շարվան չի մոտենալ Հալելույա փառավոր Աստված գոհանում ենք քեզանից այսօր նորից ու նորից փառավորում ենք քո սուրբ անունը խոնարհվում ենք քո առաջ փառավոր Հայր Հիսուս Քրիստոսի անունով խոնարհվում ենք ու ասում ենք քեզ գոհություն ու փառք Տեր շնորհակալ ենք քո ողորմության եւ քո սիրո համար որ քո ժողովրդին ողորմում ես ամեն ժամանակ ամեն օր սիրում ես եւ շնորհակալ ենք քո որդու եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի համար որ քո որդուն էլ չխնայեցիր այլ զոհաբերեցիր մեզ համար որ մենք կյանք ունենանք եւ հենց դրանով ապացուցեցիր եւ ցույց տվեցիր քո սերը մեր հանդեպ երբ որ մենք մեռած ենք մեղքերի մեջ քո որդին զոհեցիր մեր համար խոնարհվում ենք քո առաջ փառավոր Տեր շնորհակալ ենք նաեւ Սուրբ Հոգու համար որ քո հոգին ուղարկեցիր մեր հոգիների մեջ որպես գրավ փրկության օրվա համար հալելույա փառավորում ենք շնորհակալ ենք ամեն ինչի համար ամեն բանի մեջ որ ամեն մեկից տվել ես ընտանիք եւ դու էլ պահում պաշտպանում ես մեր ընտանիքները ողորմում կերակրում եւ փրկում ես փառք ու պատիվ քեզ Տեր հալելույա ամեն Տերը օրհնի ձեզ Տերը օրհնի սիրելիներ նստեք Տիրոջ ներկայության մեջ Փառք Աստծո ամեն այսպես են վերնագրել իմաստություն թե հիմարություն իմաստություն թե հիմարություն այսինքն այս աշխարհում գոյություն ունի եւ իմաստություն եւ հիմարություն երկուսն էլ որոշելու բան է ամեն մարդ էլ որոշում է եւ ինչ որ ձևով ապրում է եւ իր որոշումներից եւ մտքերից էլ որոշվում է իր կյանքը ոնց կլինի այս երկրի վրա Եվ հենց այս երկրում էլ կորոշվի ոնց կլինի իր կյանքը հավիտենականության մեջ։ Ամեն։ Ժողովող առաջի գլուխ 17 խոսքից։ Ես իմ սիրտը տվի իմաստություն հասկանալու եւ գիժություն եւ հիմարություն հասկանալու։ Սողոմոնն է գրում իմ սիրտը տվի իմաստություն հասկանալու եւ գժություն ու հիմարություն հասկանալու հասկացա որ սա էլ է եղել քամի աշխատանք այսինքն հոգու տանջանք կամ որ մարդ ցանկանա քամին բռնի այսպիսի մի բան է ժողովող 2:13-ը շարունակում է եւ ես տեսա որ իմաստությունը ավելի օգուտ ունի հիմարությունից որքան որ լույսը ավելի օգուտ ունի խավարից Այսինքն մարդը, Սողոմոնը,
Ստացավ իմաստություն Աստծուց, հիշում եք, Աստված հարց տվեց երազում, ինչ ես ուզում, Սողոմոնն էլ իմաստություն խնդրեց։ Աստված տվեց այդ իմաստությունը եւ տվեց ամեն բան, ինչ որ պետք էր։ Օրհնեց ֆինանսապես, հարստացրեց, բարձրացրեց։ Սողոմոնը ասում է, բայց ես ասում եմ մի բան հասկացա, որ իմաստությունը ավելի օգուտ ունի, ինչպես հիմարությունից ավելի օգուտ ունի իմաստությունը, ինչպես լույսը ավելի օգուտ ունի խավարից։ Մեր բառերով ասած, իմաստությունը լույսից է, իսկ հիմարությունը խավարից է։ Հիմար մարդը խավարի առաջնորդությամբ է ապրում, իմաստուն մարդը լույսի առաջնորդությամբ է ապրում։ Միտք առաք։ Մարդը խելքը տվել է, մտածել է, գցե բռնել է, որ իմ հասկանամ, լավ, այդ հիմարությունը, գժությունը ինչ է եւ իմաստությունը ինչ է։ Եվ հետո հասկացել է, որ սա լույս է, իմաստությունը դա լույս է։ Հիմարությունը դա խավար է։ Ամեն։ Եվ մեր մեջ կան, չէ, մարդիկ, որոնք ապրում են, ամեն մեկը մի որոշում է անում, ու ինքը չգիտի լույսից է իր որոշումը, թե խավարից է որոշումը։ Եվ ինչ կորոշես, ոնց կորոշես ապրել, դա կորոշի քո ներկա կյանքը, ապագան եւ հավիտենականությունը։ Ամեն։ Ժողովող 10:2-ը ես բանավոր եմ կարդում, Ժողովող 10-րդ գլուխ 2-րդ խոսքը։ Իմաստունի սիրտը իր աջ կողմին է, հիմարի սիրտը ձախ կողմին է։ Իմաստուն մարդու սիրտը աջ կողմին է։ Հիմար մարդու սիրտը ձախ կողմին է։ Հիմա բոլոր մարդկանց սիրտը ձախ կողմին է։ Բայց ոնց եղավ իմաստունի սիրտը աջ կողմին է։ Հիշում եք, Տերը ասեց, եւ ձեզ մի նոր սիրտ պիտի տամ ինձ ճանաչելու։ Եվ իմ օրենքները գրելու եմ այդ սրտի վրա, սրտի տախտակներին, որ նրանով ապրեք, նրանով գնաք։ Հիմա այդ իմաստունի սիրտը նոր սիրտն է, որ Տերն է տալի մեզ, մեր աջ կողմին է։ Եվ ընդհանրապես, գիտեք, իմաստը սրա որն է։ Տերը իր աջ կողմին է, իր աջը միշտ պահում է իր սիրելիների վրա, պահում, պաշտպանում է։ Բայց Տիրոջ ձախ կողմը, Տիրոջ դատաստանի ժողովուրդն են։ Այսինքն, հիշում եք, մարդիկ կան, ասում է, ձախ է գնացել, Լևի է գնացել, ձախ է գնացել, չարի կողմն է գնացել։ Սխալ։ Բայց աչը դա ասուկամքն է։ Մի ուրիշ բան հիշեցնեմ, Մատթեոս 25-րդ գլուխ 31-ից 46 խոսքերն է տանը կկարդաք։ Այստեղ հիշում եք, Հիսուսը ասում է, երբ որ մարդի որդին կգա, կնստի իր փառած աթոռին, եւ ամբողջ ազգերը կհավաքվեն իր առաջ, եւ նա ինչպես հովիվը առանձնացնում է գառներին այծերից, այդպես Մարդի որդին կառանձնացնի գառներին, կդնի իր աջ կողմը եւ կասի իմ հոր օրհնվածներ ժառանգեք երկինքը։ Իսկ այծերին կդնի ձախ կողմը եւ կասի անիծյալներ գնացեք կրակի լիճը։ Հենց էսա խոսքը լրացնում է նրան, որ ասում է իմաստունի սիրտը աջ կողմին է, այսինքն աչով ես ապրում, ասու խոսքով ու խրատներով, ասու իմաստությունով։ Իսկ հիմարների սիրտը ձախ կողմին է, նրանք ձախով, չարով, Աստծո դատապարտության մեջ են ընկնելու։ Ամեն։ Փառք Տիրոջը։ Եվ ուզում եմ հետաքրքիր մի սահմանում եմ դուրս գրել, ինչ է իմաստությունը։ Իմաստությունը դա հասկանալն է, թե ինչպես պետք է վարվել տարբեր իրավիճակներում եւ իմանալ, թե ինչ է ճիշտ եւ օգտակար ոչ միայն իր, այլ մյուսների համար նույնպես։ Դա հաճախ կապված է գիտելիքի, փորձի եւ բարոյական արժեքների հետ։ Իմաստությունը կապված է նաեւ ազնվության, համբերության եւ սիրո արժեքների հետ։ Իմաստությունը օգնում է մեզ ապրել բարեկեցիկ եւ խաղաղ կյանք։ Ամեն։ Սա իմաստությունն է։ Իհարկե սա շատ մեծ թեմա է, Աստվածաշնչում է շատ մեծ տեղ կա տրված,
իմաստությանը։ Ուղղակի սա նրա համար, որ հասկանաս ինչ է իմաստությունը։ Գիտես, իմաստությունը կա երկրային իմաստություն, կա դիվային իմաստություն, կա մասնագիտական իմաստություն։ Օրինակ, մեկը լավ բժիշկ է, իմաստուն։ Տարբեր վարպետներ, տարբեր բաներ, մարդիկ, որ կոմպյուտերից են, համակարգչից են հասկանում, իմաստուն են իրանց գործի մեջ։ Բայց կա նաև երկնային իմաստություն։ Ես խոսում եմ երկնային իմաստության մասին։ Հիշում եք, Աստված ասեց, խորամանկ է սիրտը և ապականված ամենից։ Ով կարող է հասկանալ։ Միայն ես Տերս եմ քննում սիրտը, մարդու միտքը, որ տամ իրան իր ճանապարհների համեմատ։ Ամեն։ Խորամանկությունն էլ է իմաստություն, բայց եսակենտրոն, եսասեր, իր համար։ Ես ստեղ միտեղ կարդացի, որ իմաստությունը այն է, որ մտածես ինչն է լավ, բարի և քո, և դիմացինի համար։ Իմաստությունը կապված է նաև բարոյական արժեքների հետ։ Ամեն, դա աստվածային իմաստությունն է։ Ամեն, փառք Աստծո։ Հակոբոս 3-րդ գլուխ, Հակոբոս 3-րդ գլուխ, 13 խոսքից։ Ով է ձեզանում իմաստուն և խելացի, թող իր բարի վարքով ցույց տա իր գործը իմաստության հեզությունով։ Շատ կարևոր է, որ իմաստությունը աստվածային, եթե դա աստվածային է մեր կյանքում, լինի բարի վարքով և հեզությամբ։ Բայց եթե դառը նախանձ և հակառակություն ունեք ձեր սրտերում, մի պարծենաք և սուտ մի ասեք ճշմարտության դեմ։ Այս իմաստությունը վերևից իջած չէ, այլ երկրավոր, շնչավոր և դիվական։ Հասկանալի է, իմաստություն կա, որ երկրավոր է, շնչավոր և դիվական։ Որովհետև որ նախանձ և ուր որ նախանձ և կռիվ կա, այնտեղ անկարգություն և ամեն չար բաներ կան։ Բայց վերին իմաստությունը նախ և առաջ սուրբ է, հետո խաղարարար, հեզ, հլու, ողորմությունով և բարի պտուղներով լիքը, անկողմնասեր, անկեղծ։ Ամեն։ Վերին իմաստությունը սուրբ է։ Ներքևի իմաստությունը նախանձ, կռիվ, մրցակցություն, դա Աստծո իմաստությունը չի, և դա չի տանում փրկության։ Եվ Տերը հենց դրա մասին է խոսում, երբ որ գամ, ես կջոկեմ ձեզ, ինչպես գառները այծերից։ Գառները իմ աջ կողմին, այծերը իմ ձախ կողմին կդնեմ։ Գառներին կասեմ ժառանգեք երկնքի արքայությունը, այծերին կասեմ կրակի լիճը։ Հիմարի սիրտը իր ձախ կողմին է, իմաստունի սիրտը աջ։ Իմաստը հասկացաք սրա։ Փառք Տիրոջը։ Առակաց 23:15-ում բանավոր ասեմ, Աստված ասում է, որդիս, եթե սիրտդ իմաստուն լինի, իմ սիրտն էլ կուրախանա։ Ամեն։ Այսինքն, եթե մենք իմաստուն լինենք Աստծո իմաստությամբ, Աստծո սիրտը կուրախանա։ Ով է ուզում Աստծո սիրտը ուրախացնի։ Դուրն որոշի ընտրես իմաստությունը։ Եթե Աստծո սիրտը ուրախացնես, Աստված քեզ կուրախացնի, քո կյանքով հավիտյան։ Նորից ասեմ այդ մասը, որդիս, եթե սիրտդ իմաստուն լինի, իմ սիրտն էլ կուրախանա։ Այսինքն, եթե սիրտդ հիմար լինի, իսկ ինչ էր հիմար սիրտը, դրա սահմանումն եմ դուրս հանել, հիմարություն հաճախ կապված է զգացմունքների և որոշումների հետ։ Հիմարությունը կապված է մարդու զգացմունքների և որոշումների հետ, որոնք ոչ միշտ են տրամաբանական և օգտակար։
երբ մենք կատարում ենք սխալներ առանց մտածելու դրանց հետևանքների մասին։ Դա հիմարություն է։ Երբ որ դու ապրում ես մի բանով, մի ձևով ու չես մտածում դրա հետևանքների մասին։ Ով է հասկանում։ Դա կոչվում է հիմարություն։ Այսինքն մենք պետք է մտածենք մեր արածի, մեր քայլերի, մեր մտքերի, մեր զգացմունքների մասին, դրանց հետևանքների մասին։ Օրինակի համար, ասենք մարդ կա, տղամարդ, եւ կին էլ կան, ինչի՞ չէ, որ իր ռոմանտիկայի պատճառով պատրաստ է թողել իր երեխաներին ու գնա մեկ ուրիշ կնոջ հետ ապրի։ Զգացմունքներ, չէ՞։ Բայց ինքը թողում է իր երեխաների աչքերը եւ կնոջ աչքերը թաց ու գնում է ինչ-որ մեկի հետ ապրելու։ Այսինքն մարդիկ, ես շատ բաներ այստենց գիտեմ, տեսել եմ, գիտեմ կյանքում, անում են ինչ-որ քայլեր զգացմունքներից դուրս գալով առանց մտածելու դրա հետևանքները ինչա լինելու։ Հենց դա է կոչվում հիմարություն։ Ես ձեզ օրինակներ կբերեմ Աստվածաշնչից եւ կտեսնեք հիմարությամբ ապրող մարդիկ ուր են հասնում եւ ինչա լինում եւ իմաստությամբ ապրող մարդիկ ուր են հասնում եւ ինչա լինում։ Ուրեմն Առակաց 1:7-ը նորից բանավոր ասեմ, ասում է իմաստության սկիզբը Տիրոջ վախն է։ Միայն հիմարները կանարգեն իմաստությունը եւ խրատը։ Այսքան խոսում ենք իմաստության մասին, որ հասկանանք, բա որտեղից գտնենք իմաստությունը։ Իմաստության սկիզբը ամեն մարդու մոտ սկսվում է Աստծո վախից։ Ինչ էր Աստծո վախը։ Աստծո վախը էս ավելի շատ կասեի Աստծո սեր, Աստծոն հարգանքը, որ դու գիտես Աստծո խրատը, Աստծո կամքը եւ հնազանդվում եւ ապրում ես այդպես։ Եվ այդտեղից սկսվում է իմաստությունը։ Քո որոշումները, քո քայլերը կատարում ես Աստծո խոսքի համեմատ։ Ինչքան էլ քեզ դուր է գալի այդ քայլը կամ ինչքան էլ պետք է այդ ինչ-որ մի բանը, որ որոշել ես, դու անցկացնում ես Աստծո խոսքի ֆիլտրերով։ Եթե Աստված ասում է որդիս, ճիշտ չի, ուրեմն վերջ, փոխի որոշումը։ Ուրեմն մի արա այդ բանը։ Դա կոչվում է իմաստություն։ Բայց եթե Աստված ասում է պետք չի, դա սխալ է, տենց մի արա, բայց դու շատ ես ուզում տենց անես ու անում ես այդպես, դա կոչվում է հիմարություն, որովհետև դու հենց այդտեղ տուժվելու ես։ Օրինակի համար ուզում եմ բերեմ Սամսոնին, դատավորած 14-րդ գլուխ, այստեղ ուզում եմ կարդամ, դատավորած 14 եւ առաջի խոսքից մինչեւ 3-ը։ Եվ Սամսոնը իջավ Թամնաթա եւ Թամնաթայումը փղշտացիների աղջիկներից մի կին տեսավ եւ վեր գնաց ու իր հորը եւ մորը պատմեց եւ ասեց. Թամնաթայում փղշտացիների աղջիկներից մի կին տեսա եւ հիմա ինձ համար կին առ նրան։ Եվ նրա հայրն ու մայրը նրան ասեցին. Միթե քո եղբայրների աղջիկները եւ իմ բոլոր ժողովրդի մեջ կին չկա, որ դու գնաս անթլփատ փղշտացիներից կին առնես։ Բայց Սամսոնը իր հորը ասեց. նրան առ ինձ համար, որովհետեւ իմ աչքին հաճելի է։ Ուրեմն ամբողջ Իսրայելի մեջ աղջիկ չտեսավ Սամսոնը։ Գնաց փղշտացիների մեջ ինչ որ մեկը դուր եկավ։ Եկավ տուն պապային հորը ասեց. Հերը շտկեց, ասեց տղա ջան, մեր աղջիկներից, մեր ժողովրդից, չէ որ Մովսեսն էլ օրենքի մեջ ասել է քո տղերանց օտարազգիների աղջիկներից չուզես ամբարիշ։ Քո ժողովրդի աղջիկներից։ Չէ, ես ուզում եմ փղշտացիներին։ Հիմա Սամսոնը գիտեր, չէ, Աստծո կամքը։ Գիտեր Աստծո խոսքը, սենց է գրված։ Էդ եմ ուզում։ Գնացին աղջկան ուզելու։ Պատմությունը եթե կարդաք, մի հանելուկ ասեց Սամսոնը, այս աղջկա
ժողովուրդը, փղշտացիները ասեցին, եթե չասես այդ հանելուկը մեզ, մենք քեզ կվառենք քո հոր տան հետ։ Դավաճանեց Սամսոնին, հետո այս աղջիկը մահացավ, կարճ եմ պատմում, իր հոր հետ, հետո Սամսոնը կատաղեց, սպանեց փղշտացիներին։ Հետո Սամսոնը գնաց փղշտացի պոռնիկ կնոջ հետ ապրեց։ Հետո Սամսոնը գտավ Դալիլիային, ապրեց Դալիլիայի հետ։ Հետո Դալիլիան մատնեց Սամսոնին, հետո բռնեցին փղշտացիները, Սամսոնի աչքերը հանեցին, կապեցին մի սարքի ու ասեցին աղա մեր համար, պտտվի։ Ինչի Սամսոն ջան, մեր բառերով ասած, ինչի այ աղբեր, ջալ տղա ես, ապրի էլի, ինչի է հենց քո մտքի մեջ հիմարություն։ Քո հայրը քեզ ասեր, չէ տղա ջան, արի գնանք մեր աղջիկներից ընտրի։ Ինչի փղշտացիների, հիմար քայլ, հիմար որոշում և ջահել երիտասարդ կուրացավ և աշխատում էր թշնամու համար։ Եվ մի օր էլ երիտասարդ մահացավ։ Հիմա որոշումը հիմարություն էր, թե իմաստությունից էր։ Հիմարությունից։ Եվ նման բաներ կա երբեմն մեր կյանքում, սիրելիներ ջան։ Որոշում ենք անում, ես եմ ուզում, են եմ ուզում, ես ձև եմ ուզում, են ձև եմ ուզում, հլը մի հատ մտածի, իսկ Աստված տենց է քեզ առաջարկ է, Աստված այդպես է ուզում։ Եթե Աստված այդպես չի ուզում, ուրեմն մի արա, որ թշնամին քեզ չբռնի, կուրացնի, կապի ինչ-որ սարքի ու ասի աշխատի, մի կտոր հացի, մի քիչ ջրի համար աշխատի, որ քեզ մի քիչ ջուր տանք, մի քիչ հաց, որ չմեռնես, այն էլ տալիս ենք, որ աշխատես։ Ամեն։ Հիմարությունից էր Սամսոնի քայլը։ Եվ ցավոք սրտի նման քայլեր կա նաև շատերի կյանքում հոգևորների։ Առակաց 15:20-ը գրված է. իմաստունը կուրախացնի, իմաստուն որդին կուրախացնի իր հորը, բայց հիմար որդին կանարգի իր մորը։ Սա էլ բնորոշում է հիմարի բնավորության գծերը։ Իմաստուն տղա ունեցողը կամ աղջիկ ուրախացնում է իր ծնողներին։ Բայց հիմար երեխեք ունեցողը տխրեցնում են իրենց ծնողներին, տրտմեցնում են եւ անարգում են ծնողներին։ Սամսոնը անարգեց։ Դրա համար էլ այդ օրին ընկավ։ Հիմա դու պատկերացնում եք այդ Սամսոնի ծնողների վիճակը։ Տղա են ունեցել ու ինչ վիճակ։ Երբեմն այսպես ծնողները տրտմում են իրանց երեխեքի հիմարության պատճառով։ Տերը ողորմություն անի։ Երրորդ թագավորություն նույնպես մի պատմություն կա, ուզում եմ կարդամ Ռոբովամի մասին, Սողոմոնի որդի Ռոբովամի մասին։ Սողոմոնը մահանում է, թագավորությունը անցնում է Ռոբովամին, եւ Ռոբովամը ժողովուրդը Իսրայելի գալիս է Ռոբովամին հարց են տալի։ Ասում են քո հայրը մեր վրա ծանր հարկեր ա դրել։ Խնդրում ենք այդ հարկերը թեթևացնես։ Ասում է գնացեք 3 օրից հետո կգաք, ձեզ կպատասխանեմ։ Ռոբովամը գնում է երկրի ծերերի մոտ, խորհուրդ է հարցնում, բանավոր եմ ասում, դա գրված է 3-րդ թագավորաց 12-րդ գլխի 1-ից 24 խոսքերը, սա տանը կարող եք կարդալ։ Գնում է ու ասում է ծերերին, ծերերը ասում են, եթե ժողովրդին լսես, քաղցր վարվես, իրանց ուզածով ինչ որտեղ շարժվես, քաղցր բառեր ասես, այս ժողովուրդը հավիտյան քեզ կծառայի։ Ասում է լավ։ Գնում է իր երիտասարդ ընկերների մոտ, երիտասարդ ընկերներին էլ է հարցնում խորհուրդ։ Երիտասարդ ընկերները ասում են, այ ախպեր, դրանց երես մի տուր, մեր բառերով։ Գնա ասա իմ հայրը տենց հար է, ես ավելի վատ եմ անելու։ Հայրս ձեզ գավազանով է խրատե, ես կարիճներով եմ խրատելու։ Հետո իմ ճկուտը հորս մեջքից հաստ է։ Պատկերացնում եք ինչ անարգանք հոր համար։ Ռոբովամը ընտրում է իր երիտասարդ ընկերների խրատը։ Չի ընտրում Իսրայելի ծերերի խրատը։
3 օր հետո գալիս են մարդիկ, իսրայելացիները, ասում են, հա ինչ ես ասում, ասում ես ձեր հարկերը ավելի եմ շատացնելու, ավելի խիստ եմ վարվելու, հայրս գավազանով էր ձեզ խրատում, ես կարիճներով, այ Ռոբովան ջան, կարիճների հետ դու ինչ գործ ունես, դա սիմվոլն է դևերի, ժողովուրդը բարկանում է, ասում են դե հաջողություն, թողում են թագավորությունը և պատրվում է, ինչը որ Աստված խոստացել էր Սողոմոնին, պատրվում է Իսրայելի թագավորությունը, 11 ցեղը առանձնանում է Ռոբովամից, ու իրան ընտրում է մեկ ուրիշ թագավոր, Ռոբովամը մնում է մի ցեղի հետ, Հուդայի ցեղի հետ, ինչպես որ Աստված ասել էր, ինչի պատճառով, որովհետև հիմար էր, հիմարություն, ծերերի խրատը լսի, երիտասարդ, իր տարիքային երիտասարդների խրատը լսեց ու թագավորությունը պատրվեց, թեև Աստված այդպես էլ ասել էր, թեև Աստված հենց թույլ էր տվել, որ դա այդպես լիներ, որովհետև Սողոմոնին հիշում եք, ասեց կպատրեմ թագավորությունը, բայց ոչ թե քո օրոք, այլ քո որդու օրոք, և սա կատարվեց այսպես, ամեն, Առակաց 13:20-ում բանավոր ասեմ նորից, իմաստունների հետ վարվողը իմաստուն կդառնա, Ռոբովամ ջան, ծերերի հետ էիր վարվում, ժողովուրդ ջան, մենք էլ ընտրենք իմաստուն մարդիկ ընկերներ, որ իմաստուն դառնանք, իմաստուն խորհուրդներ մեզ տան, որովհետև ասում է, հիմարների հետ վարվողը կհիմարանա, մեր բառերով ոնց էր գրված տեղ, կչարանա, տխմարների հետ ընկերացողը կչարանա, տխմար, թույլ մի տուր քեզ տխմար մարդիկ խորհուրդ տան, մատ լսի կամ իմացի ով են այդ մարդիկ, հիմարների հետ կամ տխմարների հետ վարվողը, ընկերացողը, ինքն էլ տխմարա դառնալու, ուշ թե շուտ, դրա համար է Աստված ասում, որ քեզ շրջապատի Աստվածավախ մարդկանցով, ոչ թե տխմարներով, ու տխմարներից խորհուրդ մի վերցրու, որ վաղը դու տխմար չդառնաս, ոնց Ռոբովամը գահից թագավորությունից ընկավ, այս ամեն ինչը դաս է, և դու կարող ես քո առօրյայից, քո կյանքից ընկնես, սխալ խորհրդատուների պատճառով, Աստվածավախ մարդկանց հետ ընկերացի, որ այս նույն պատմությունը քո գլխին չգա, ամեն, Երկրորդ թագավորաց 13 գլուխ, սա էլ է օրինակ, 1-ից 17 խոսքերում է, բայց բանավոր ասեմ, Ամնոնի մասին է, Դավիթ թագավորի տղա Ամնոնի մասին է այս խոսքը գրված, եթե կարդաք, և Դավիթ թագավորի աղջիկ Թամարի մասին է խոսքը, Ամնոնը սիրահարվում է իր քրոջ վրա, ու ասում է, այնպես է սիրահարվում, որ հիվանդանում է, դա դիվային սեր է, որ հիվանդանում է մարդը սիրուց, հիվանդանում է, Ամնոնի կողը մի ընկեր կար, իր հորեղբոր որդին, այսինքն Դավիթ թագավորի աղբոր որդին, Ամնոնի հետ ընկերություն էր անում Հովնադաբը, և խորհուրդ է տալի, ասում է, ինչ ես նիհար է, մաշվ է, տղա ջան, ես ինչ ա քո հետ կատարում, ասում է, սիրահարվել եմ իմ քրոջ վրա, Թամարի վրա, հորից մեկ են, մորից տարբեր, Թամարը Աբիսողոմի քուրն է, և խորհուրդ է տալի Հովնադաբը, ասում է, բա ինչ ես այդքան տանջվում, պարկի քո տան մեջ, քեզ հիվանդ ձևացրու, քրոջդ կանչի, թող գա քեզ հաց տա ուտելու, ու բռնաբարի, Հովնանը, կներեք, Ամնոնը հենց այսպես էլ անում է, տխմարից խորհուրդ է վերցնում, և անում է, կանչում են քրոջը, և քուրը գալիս է, քրոջը բռնաբարում է, ասում է, երբ որ քրոջը բռնաբարեց, ատելով ատեց, քուրը ու ասեց դուրս արի իմ տնից, և ծառային ասեց փակի դուռը իր վրա, գցեք դուրս ու դուռը փակեք, հասկանում ես դիվային սերը հենց այդ է, ասում է, այնպես էր սիրում, որ հիվանդացավ, բռնաբարելուց հետո ասում է, այնպես ատեց, որ ավելի շատ էր ատելությունը, քան թե այն սերը,
ու Թամարին խայտարակ արեց։ Ու Թամարը ընկավ փողոցը, քայլում էր, խայտարակ եղած, լացելով։ Դավիթ թագավորը իմացավ, շատ տխրեց։ Աբիսողոմը իմացավ, 2 տարի համբերեց եւ 2 տարի հետո ճաշկերույթ կազմակերպեց եւ կանչեց Ամնոնին եւ սպանեց։ Ամնոնի մեղքը սկզբից ինչ կատարվեց, հիմարություն արեց։ Ամնոնը չգիտեր, Մովսեսի օրենքում գրված է, որ անիծյալ լինի այն մարդը, որ իր արյունակից քրոջ հետ կպարկի։ Ամնոնը չէր լսե Մովսեսի օրենքը, լավ էլ գիտեր։ Ընկերը չէր լսե օրենքը, գիտեր, բայց հիմարություն արեց իր որոշումների համար, իր ցանկությունների համար, մեռավ երիտասարդ, որովհետև հիմարության ոգով էր բռնված եւ քայլ արեց եւ խայտարակվեց եւ հորը խայտարակեց եւ ինքը խայտարակվեց ու մահացավ։ Աբիսողոմի պատմությունը դա ուրիշ պատմություն է։ Գիտեք, այս պատմությունները ինչի համար են։ Այս ամեն մտքերը, ամեն որոշումները կարող է քո մեջ լինի, որպեսզի դու հասկանաս, որն է ճիշտ միտք, ասու միտք, ասուց, ասու հոգուց, որն է երկրային, աշխարհիկ եւ դիվային միտք։ Որն է դիվային իմաստությունը, խորամանկությունը եւ Աստծո իմաստությունը։ Մի քիչ առաջ ես կարդացի, որ Աստծո իմաստությունը սուրբ է, հեզ է, խոնար է, ամեն։ Դա է Աստծո իմաստությունը։ Դրա համար մտքեր է գալի, սատանան է առաջարկում։ Մերժ այդ մտքերը, դա հիմարություն է։ Մտածի դրա հետևանքների մասին։ Ամնոնը կարար թագավորի որդի էր, ուրախ, զվարթ, վայելեր, կյանքը ապրեր, մեծանար, ընտանիք կազմեր, բայց հիմարության ոգով բռնվեց, ինչ որ որոշում արեց, կատարեց եւ մահացավ։ Եվ խայտարակվեց, եւ իրեն, եւ քրոջն էլ խայտարակեց։ Ամեն։ Բայց իրանք գիտեին ախար, որ Մովսեսը օրենք է գրել։ Դա պղծություն է, արյունակից բարեկամի հետ պարկել։ Հիմարությունը հենց դա է, որ չի նայում Աստծո խոսքին, Աստծո իմաստությանը։ Բայց միևնույն ժամանակ մարդիկ կային 4 տղաներ Դանիել մարգարեության մեջ, որ մանկությունից որոշել էին Աստծո խոսքով ապրեին եւ աղոթում էին, եւ այդպես էլ ապրում էին։ Նայում ենք Դանիելի կյանքը, Սեդրակ, Միսակ, Աբեդնակով կյանքը, հիշում եք, գցեցին կրակի գուբը, Սեդրակ, Միսակ, Աբեդնակովին։ Տերը իրենց հետ էր, որովհետև որոշել էին Աստծո խոսքով, Աստծո իմաստությամբ ապրեին։ Կրակների մեջ Տերը իրենց հետ էր։ Դանիելին գցեցին առյուծների գուբը, Տերը Դանիելի հետ էր, որովհետև որոշել էր աղոթքի մարդ լիներ եւ Աստծո իմաստությամբ ապրեր, սրբությամբ։ Ամեն։ Դրա համար Աստված իրենց հետ էր եւ իրենց չար բան չպատահեց։ Փառք Տիրոջը։ Հռոմեացիս 1:21-22 խոսքը նորից բանավոր ասեմ, ասում է իրենք, որովհետև Աստծուն ճանաչելով որոշ մարդիկ Աստծուն Աստծո պես չփառավորեցին կամ շնորհակալ չեղան, այլ իրենց մտածմունքներում ունայնացան եւ իրենց անմիտ սրտերը խավարվեցավ, ասելով թե իմաստուն են, հիմարացան։ 22 խոսքը։ Որտեղից է սկսվում հիմարությունը։ Ուրեմն սիրելիներ ջան, երբ որ մենք հոգևոր ենք, այսօր շատերն են տենց։ Արդեն շատերն են, այս ժամանակների մեջ շատ շատերը հիմարացել են։ Որովհետև Աստծուն ճանաչելով, Աստծուն Աստծո պես չեն փառավորում եւ շնորհակալ չեն լինում։ Այլ իրենց մտքերում ունայնանում են, մտքերի մեջ է ունայնությունը գալի եւ իրենց անմիտ սրտերը խավարում է։ Գիտեն թե իմաստուն են, բայց հիմարացած են։ Դրա համար հիմա առաջարկում եմ քննես քո անձը։ Այս օրինակները դրա համար եմ բերում, որ հասկանաս, դա պատահական չի։ Ինչ ես ընտրում, իմաստություն թե հիմարություն քո կյանքում։ Ով է հասկանում։
Փառք Տիրոջը, բոլորս ընտրում ենք իմաստությունը, հիմարություն ոչ ոք չի ընտրում։ Դա Աստված այդպես լինի։ Ուրեմն հիմարությունը ինչ էր, նորից որ դուրս եմ գրել, ուզում եմ կարդամ։ Հիմարությունը հաճախ կապված է զգացմունքների, Ամնոնի, Սամփսոնի պատմությունը լսեցիք։ Հիմարությունը հաճախ կապված է զգացմունքների եւ որոշումների հետ, որոնք ոչ միշտ են տրամաբանական եւ օգտակար։ Երբ մենք կատարում ենք սխալներ առանց մտածելու դրանց հետևանքների մասին, դա համարվում է հիմարություն։ Սխալներ առանց հետևանքների մասին մտածել։ Սամսոնը ջահել գնաց, տառապելով, Ամնոնը գնաց, Ռոբովամը թագավորությունից զրկվեց։ Սրանք օրինակներ են, բա մեր կյանքում ինչ էր ալնում։ Սրանք կատարվում են։ Քո կյանքում էլ են բաներ կատարվում, իմ կյանքում էլ է կատարվում։ Ամեն։ Մեր որոշումների պատճառով։ Դրա համար իմաստուն որոշումներ արա։ Աստծուն ճանաչելով, Աստծուն առաջի հերթին, Աստծուն ճանաչելով, Աստծուն Աստծո պես փառավորի եւ գոհացի, որ սիրտդ չխամրի։ Իմաստության սկիզբը Աստծո վախն էր։ Իմաստությունը, որպեսզի գա քո մոտ, Աստծո իմաստությունը, ոչ թե աշխարհիկ, դիվային, այլ Աստծո իմաստությունը, սուրբ, հեզ եւ խոնար, որպեսզի գա քո մոտ, Աստծո վախը ընդունի, որպեսզի դու ապրես եւ որոշումներդ այդպես անես։ Հայտնություն ստանում ես, ժողովուրդ, մեր բոլոր որոշումները կապված է կամ հիմարության հետ, կամ իմաստության հետ։ Եթե քո որոշումները քննում ես, տեսնում ես այնտեղ հիմարություն է, չի համապատասխանում Աստծո խոսքին, դա հիմարություն է, մի արա։ Միևնույնն է կատարվելու է Աստծո խոսքը քո կյանքում։ Սամսոնը օծյալ էր։ Տեսնում ենք ինչեր արեց, 1000 մարդ մի անգամից սպանեց։ Ասում է, երբ որ 1000 մարդին սպանեց, շատ ծարավեց։ Տիրոջ ասեց, Տեր ջուր տուր խմեմ, ծարավ մեռնում եմ։ Ասում է, եւ այդտեղ հոր կար, հրաշքով Տերը ջուր լցրեց եւ Սամսոնը խմեց։ Հրաշքներ էր կատարվում։ Բայց հիմարության վարվեց եւ մահացավ։ Անիծվեց։ Հիմա Աստված հեռու պահի մեզ սրանից, որ զորանանք եւ մենք նույն բաները չանենք։ Ուրեմն առակաց 8-րդ գլուխ վերջի խոսքն եմ կարդում 17 խոսքից։ Ես ինձ սիրողներին կսիրեմ, սա իմաստությունն ասում, եւ ինձ կանուխ որոնողները կգտնեն ինձ։ Առավոտ կանուխ, ժամը 6-ից, երբ որ դուրս ես գալի Աստծուն որոնես, կգտնես Աստծուն։ Հարստություն եւ փառք կա ինձ մոտ, ընտիր ստացվածք եւ արդարություն։ Իմաստությունը ասում է ինձ մոտ կա այդ ամեն ինչը։ Լավ է իմ պտուղը ընտիր եւ մաքուր ոսկիից, եւ իմ արդյունքը ընտիր արծաթից։ Ես ման եմ գալի արդարության ճանապարհներում, տեսեք իմաստությունը որտեղ է ման գալի։ Ես ման եմ գալիս արդարության ճանապարհներում, իրավունքի շավիղների միջում, որ ինձ սիրողներին էական բարիք ժառանգեցնեմ եւ նրանց շտեմարանները լցնեմ։ Ամեն։ Որտեղ է ման գալիս արդարության շավիղներում, այսինքն մենք արդար պետք է լինենք, արդար մտածենք, սրբությանը հետևենք, որովհետև Աստծո իմաստությունը ման է գալի արդարության ճանապարհումը, իրավունքի շավիղների մեջ, որ ինձ սիրողներին, ով որ արդար է, սուրբ է, հեզ է, խոնար է, որ ինձ սիրողներին էական բարիք ժառանգեցնեմ եւ նրանց շտեմարանները լցնեմ։ Եթե շտեմարաններ չունես, Տերը կտա։ Փառք Հիսուսին։ Ամեն։ 35 խոսքից։ Որովհետև ինձ գտնողը կյանք է գտել
եւ Տերից շնորհք կստանա։ Բայց ինձ դեմ մեղանչողը կվնասե իր հոգին։ Բոլոր ինձ ատողները մահ են սիրում։ Լավն է, չէ՞ խոսքերը։ Նորից կարդամ, որովհետև ինձ գտնողները կյանք են գտել։ Ում ինձ։ Իմաստությանը։ Աստծո իմաստությունը դա հոգի է։ Ինձ գտնողները կյանք են գտել, Տերից շնորհք կստանան։ Բայց ինձ դեմ մեղանչողները Ամնոնը մեղանչեց, Սամսոնը մեղանչեց, Ռոբովամը մեղանչեց, դժվար անունը մոռանում եմ։ Ռոբովամը մեղանչեց, դե տեսակ ինչ կատարվավ։ Եվ Տերը թույլ չտա, որ մենք մեղանչենք։ Եղել է, որ մեղանչել ենք, բայց Տիրոջ արյունը մեզ սրբե վերականգնել է։ Դրա համար զգուշ եղի քո քայլերի, քո որոշումների, քո զգացմունքների, ամեն բան մտածի նոր անձիդ թույլ տուր, նոր որոշումներդ արա, որ չպատժվես, որովհետև գրված է, բայց ինձ դեմ մեղանչողը կվնասե իր հոգին, բոլոր ինձ ատողները մահ են սիրում։ Նրանք ատում էին իմաստությանը, նրանք իմաստությունից չհարցրեցին։ Նրանք այդ պահին իրենց այդպես էր պետք, այդպես որոշեցին ու այդպես արեցին։ Ու տեսնում եք, կարճ ժամանակում կուրացան, մահացան։ Եվ սա հեքիաթ չի։ Ամեն։ Թո Տերը ողորմի մեզ, եկեք աղոթենք, կանգնենք, փառաբանության խումբը կասես Հովիվ ջան, բա հիմա ոնց անենք, որ ես իմաստություն ձեռք բերեմ։ Չէ, բացի դա, Աստվածաշունչը պետք է կարդալ շատ, իմաստության սկիզբը Աստծո վախն է։ Ամեն, միայն հիմարը կանարգի խրատը եւ Աստծո վախը։ Եվ մարդկանց մեջ այսօր լիքը հիմարներ կան եւ լիքը իմաստուններ նույնպես։ Եկեք դառնանք իմաստուն։ Ամեն։ Մենք չենք մերժում խրատը, մենք հիմար չենք, մենք Աստծո խրատը ընդունում ենք, լսում ենք, որ կատարենք, չընկնենք Սամսոնի պես զգացմունքների հետևից, Ամնոնի պես։ Կամ հիմար ընկերներից հիմար խորհուրդներ չվերցնենք, Ռոբովամի պես։ Ընկերներիդ փոխի, իմաստուն դարձրու, Աստվածավախ դարձրու։ Խորհուրդ խրատները հոգևորների հետ արա եւ վերցրու։ Երբ որ դու զգում ես դա ճիշտ է։ Ամեն։ Փառք ես Տեր, շնորհակալություն ենք հայտնում քեզ նորից ու նորից։ Խնդրում ենք Տեր, որպեսզի Աստծո վախով լցնես մեզ, որպեսզի մենք ընդունենք Աստծո վախը ամեն օր, որպեսզի իմաստության սկիզբը մեր մոտ սկսվի, որպեսզի մենք մեր բոլոր քայլերը, որոշումները Տեր Աստծո վախի համեմատ լինի մեր մոտ, որ մենք ատենք չար բաները, ինչ որ դու ես ատում եւ չանենք դրանք։ Եվ մենք սիրենք բարի բաները, ինչ որ դու ես սիրում եւ անենք դրանք։ Եվ Աստծո իմաստությունն եմ խնդրում Տեր, որպեսզի գա մեր սրտերի մեջ, որ մենք լցվենք իմաստությամբ, մեր բոլոր որոշումներն ու քայլերը թող լինի Աստծո իմաստությունով, Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամեն։ Փառք Աստծո։ Եկեք այս երգը վերցնենք։ Oh
ինչի ասքանչես դու, օ ինչի ասքանչես դու, Հիսուս, տարից Տեր քո սրահները, թող տեսնեմ երեսը, թող տեսնեմ քեզ Տարից Տեր քո սրահները, թող տեսնեմ երեսը, թող տեսնեմ քեզ Տարից Տեր քո սրահները, թող տեսնեմ երեսը, թող տեսնեմ քեզ Տարից Տեր քո սրահները, թող տեսնեմ երեսը, թող տեսնեմ քեզ Տեր, օ ինչի ասքանչես, օ ինչի ասքանչես դու, օ ինչի ասքանչես դու, Հիսուս, օ ինչի ասքանչես դու, օ ինչի ասքանչես դու, Հիսուս, դու հիասքանչ Աստված ես